Այլ հայացք Իսրայել-Ադրբեջան գործակցության խորացմանը։ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են ռազմավարական շահերի վրա և դինամիկ զարգանում են քաղաքական, ռազմական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում։ Վերջին ամիսներին Թել Ավիվում և Բաքվում ակտիվորեն քննարկվում են հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու հեռանկարները, ինչի խթան կարող է դառնալ էներգետիկ ոլորտում գործակցության խորացումը։ Այս ոլորտում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունն ունի երկար պատմություն։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շնորհիվ 2000-ականների վերջերից Ադրբեջանը դարձավ Իսրայել նավթի գլխավոր մատակարարներից մեկը և ապահովում է այդ երկրի ներմուծվող նավթի մոտ 40%-ը։ Հատկանշական է, որ Բաքուն այս ընթացքում Իսրայելում ձևավորել է բավական հուսալի գործընկերոջ կերպար։ Անգամ Գազայում ռազմական գործողությունների ֆոնին, երբ տարբեր մուսուլմանական երկրներ սկսեցին վերանայել Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները, Ադրբեջանը ոչ միայն չգնաց նման քայլի, այլև հակառակը շարունակեց խորացնել գործակցությունը։ 2025 թվականի փետրվարին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ձեռք բերեց Հայֆայից 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իսրայելի երկրորդ խոշորագույն բնական գազի հանքավայրի Թամար հանքավայրի բաժնետոմսերի 10%-ը։ Գործարքի մանրամասները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ Սոկարը բաժնետոմսերը ձեռք է բերել Union Energy-ից, որը 2022 թվականին հանքավայրի բաժնետոմսերի 11%-ը գնել էր մոտ $520 միլիոն։ Հատկանշական է, որ նույն հանքավայրում 25% մասնաբաժին ունի նաև ամերիկյան Chevron-ը։ Մարտի 17-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ստացավ Միջերկրական ծովում Իսրայելի հյուսիսային տնտեսական գոտու մշակման արտոնագիր։ Մոտ 1700 կիլոմետր քառակուսի մակերեսով այդ տարածքի բնական ռեսուրսները դեռևս չեն ուսումնասիրվել։ Նախագիծը Սոկարն իրականացնելու է բրիտանական British Petroleum-ի և իսրայելական NewMed Energy-ի հետ միասին։ Տրամադրված արտոնագիրը նախատեսում է հետախուզական աշխատանքների իրականացում և ռեսուրսների հայտնաբերման դեպքում արդյունահանման նախապատրաստում։ Սա Սոկարի արդեն երկրորդ նման արտոնագիրն է։ Առաջինն այն ստացել էր 2023-ին Լևիաթան հանքավայրի հարակից տարածքում գործունեություն ծավալելու համար։ Էներգետիկ ոլորտում ձեռք բերված այս պայմանավորվածությունները նշանակալի խթան են հաղորդում Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությանը, նոր հեռանկարներ բացելով դրանց զարգացման համար։ Դրան նպաստում են նաև միջազգային զարգացումները, օրինակ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների զգալի սերտացումը, Թրամփի կողմից Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության վերականգնումը և այլն։ Ստեղծված նոր իրողությունների պայմաններում ադրբեջանական կողմի համար Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ հարաբերությունների կառուցման հարցում Իսրայելը կարող է կարևոր դերակատարում ունենալ և այդ ուղղությամբ նկատելի է զգալի ակտիվացում։ Իսրայելի վարչապետի աշխատակազմից մարտի 6-ին հայտարարեցին, որ Թել Ավիվը շարունակական քննարկումներ է անցկացնում Միացյալ Նահանգների հետ Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար։ Մարտի 8-ին Քնեսեթում տեղի է ունեցել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքի ամրապնդում թեմայով նիստը, որի օրակարգում էին Ադրբեջան-Իսրայել ռազմավարական գործընկերության արդիականացմանը, Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան հնարավոր եռակողմ ռազմավարական դաշինքի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Այդ օրերին հայտնի դարձավ նաև, որ մի քանի տասնյակ հեղինակավոր ռաբբիներ, որոնք ունեն նաև լայն դիվանագիտական կապեր, նամակներ են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Աբրահամյան համաձայնագրերում Ադրբեջանը ներառելու Ադրբեջանին օգնությունը սահմանափակող 907-րդ բանաձևը չեղարկելու խնդրանքով։ Խումբը ղեկավարում են ռաբբի Մարվին Հիերը, Հոլոքոստի հետազոտության և հիշողության կենտրոնի ղեկավարը, և Էլի Աբադին, որը Արաբական Միացյալ Էմիրությունների ավագ ռաբբին է և Թրամփի փեսայի Աբրահամյան համաձայնագրերի ճարտարապետ Ջարեդ Քուշների մոտ ընկերը։ Այս զարգացումների ֆոնին ուշագրավ էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը Մոսկվայում բանակցություններից հետո վերադառնալիս կանգառ կատարեց Բաքվում։ Ոչ ամերիկյան, ոչ ադրբեջանական կողմը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այդ կանգառի և հնարավոր շփումների մասին։ Հատկանշական է սակայն, որ իսրայելական մամուլը Ուիթկոֆի այցը ներկայացրեց Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ գործակցության ձևաչափի ստեղծման համատեքստում։ Աբրահամյան համաձայնագրերին Ադրբեջանի միանալու հեռանկարը բավական ակտիվ քննարկումների փուլում է։ Դրանք նախաձեռնվել են Թրամփի նախագահության առաջին շրջանում և միտված էին նպաստելու Իսրայելի և մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների միջև հարաբերություններին։ Մինչ օրս Աբրահամյան համաձայնագրերին են միացել Ամեն, Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոն։ Վերընտրվելուց հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շարունակել այդ համաձայնագրերի ընդլայնումը։
Ադրբեջանի համար այս նախաձեռնությունում ներգրավվելը հետաքրքիր է ոչ միայն Իսրայելի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից, այլև ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների զարգացման, եռակողմ Իսրայել-ԱՄՆ-Ադրբեջան ֆորմատի ձևավորման առումով, ինչը կամրապնդի նաև տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերը։ Իսրայելի համար Ադրբեջանի ներգրավումը կարևոր է Իրանի դեմ ճնշումների մեծացման համատեքստում, հաշվի առնելով նաև Թրամփի վարչակազմի որդեգրած կոշտ դիրքորոշումը։ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների խորացումը, ԱՄՆ ներգրավվածությամբ հնարավոր եռակողմ դաշինքի ձևավորման հեռանկարը որոշակի մարտահրավերներ են ստեղծում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Այս զարգացումները կարող են ամրապնդել Բաքվի տարածաշրջանային դիրքերը, նպաստելով տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականության շարունակմանը։